Քրիստոնյային հավիտենական կյանք է տրվել։ Կարևոր է հասկանալ, որ հավիտենական կյանքը մեզ համար սկսվել է այն պահից, երբ հավատացել ենք Հիսուս Քրիստոսին։ Հովհաննես 5:24 խոսք։ Հավիտենական կյանքն ավելին է, քան կյանքի տևողությունը, անավարտ կյանք։ Այն նաև կյանքի որակ է, կյանք Աստծո ընկերակցությամբ։ Հիսուսն ասել է. «Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ, միայն ճշմարիտ Աստված, և նրան, որ ուղարկեցիր, Հիսուս Քրիստոսին»։ Հովհաննես 17:3 խոսք։ Քրիստոնյան Աստծո գործունեության դաշտն է։ Մեծագույն ապացույցը, որ Աստված արդարացրել է մեզ, այն է, որ Նա շարունակում է սրբացնել մեզ, աշխատում է մեր կյանքում, որպեսզի մեզ սուրբ դարձնի։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստված մեր կյանքում ուղղորդում է ամեն բան, նույնիսկ իր խրատներով, որ մենք կերպարանքից լինենք Քրիստոսին և անենք այն բարի գործերը, որոնք նախապես պատրաստել է մեզ համար։ Հռոմեացի 8:28-29 խոսքեր։ Եփեսացիների 2:10 խոսք։ Ինչպիսի առավելություն է իմանալ, որ Աստված անզիջում աշխատելու է մեր վերափոխման ուղղությամբ։ Պողոս առաքյալը գրել է, որ ինքը հաստատ համոզված է սրանում, թե նա, ով ձեզանում սկսել է այս բարի գործը, կկատարի էլ մինչև Հիսուս Քրիստոսի օրը։ Փիլիպպեցիների 1:6 խոսք։ Ի վերջո, քրիստոնյան փառավորված կլինի։ Մեր մեծ ու հաստատուն հույսն այն է, որ քանի որ Քրիստոսը հարություն է առել, մենք ևս հարություն կառնենք մեռելներից և կփառավորվենք, երբ Քրիստոսը վերադառնա։ Հռոմեացի 8:1-30 խոսքեր։ Մեր մահկանացու մարմինները կվերափոխվեն, կկերպարանափոխվեն կերպարանքից լինելու Քրիստոսի փառավոր մարմնին և այլևս ենթակա չեն լինի մեղքի, մահվան կամ ապականության։ Տես Ա Կորինթացիներ 15:53-54 խոսքեր, Փիլիպպեցիների 3:20-21 խոսքեր և Ա Թեսաղոնիկեցիների 4:16-17 խոսքեր։ Մենք հավիտյան Տիրոջ հետ կլինենք նոր երկնքում և նոր երկրում, որտեղ կտիրի միայն արդարությունը։ Հովհաննես 14:2 խոսք, Հայտնություն 21:1-4 խոսքեր և Հայտնություն 22:27 խոսքեր։